Թուրքական թերթերն էին գրում, որ հունվարամսից սկսած էլի սկսեց այս մղծավանջը։ Այսինքն հայոց ծրատանջան միջազգային ճանաչումը Թուրքիայի համար ինչ որտեղ մղծավանջ է։ Այս տարի որևէ շոշափելի քայլ դեռևս չի կատարվել։ Միակ քայլը ապրիլի 14-ի Եվրոխորհրդարանի Թուրքիայի մասին զեկուցագիրներ, որտեղ ինչպես միշտ այս անգամ ևս Թուրքիայից պահանջվում էր ակնարկի ձևով, որ ճանաչի հայոց ցեղասպանը։ Թուրքիան կճանաչի, դե չեմ կարծում, որ չի եղել որևէ մի զեկուցագիր, որ այնտեղ չնշի։ Նշանակալից դեռևս ամենա ուժգին քայլը կլներ Եվրոխորհրդարանի նախորդ տարվա ընդունած որոշում։ Դա Հռոմի Պապի հանրահայտ ելույթից հետո ընդունվեց, եւ այդ Հռոմի Պապի ելույթն իհարկե Լեննարցյանի խորհրդի։ Ըստ Եվրոխորհրդարանի այդ որոշման, ապրիլի 24-ը Եվրամիության անդամ բոլոր երկրներում պարտադիր պետք է ճանաչվեր ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր։ Այսինքն նաև որոշումով պարտադրվում էր Եվրամիության անդամ երկրները, որոնց թիվը կատարում 28 կամ 29 երկրներ չեմ հիշում, այդ ուղղությամբ որևէ տեղաշարժել չեղավ։ Խնդիրը ինչն է։ Իհարկե այստեղ կամեցողության չկամեցողության խնդիր չի։ Միջազգային իրավիճակի ըստ երևույթին առանձնահատկություններն են։ Սա նոր հարցը այնպիսի իրավիճակ է պահանջում, որ լինի տարբեր ռեգիոններում կայունություն, գերտերությունների միջև ինչ-որտեղ համերաշխություն, թեկուզ մասնակի և խաղաղություն լինի։ Իսկ ամբողջ Հյուսիսային Աֆրիկան, Լիբիայից սկսած մի տոսով վերջատված, տարածաշրջանը, Իրաք, Սիրիա, Եմեն, անընդհատ արյունահեղություն է, անընդհատ բախվում են իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների։ Այդ կազմակերպություններն դեռ իրար հետ են բախվում, Ան-Նուսրան կամ Դաեշը։ Դեռ սրանց ենթակայության տակ կան տարբեր խմբավորումներ։